Նոր ընտրություն կլինի, թե ոչ։ Մինչև սահմանադրական դատարանն ընդդիմադիր 7 ուժերի դիմումն է քննում, դրսում բազմաթիվ մարդիկ են իրենց քվեն պաշտպանելու համար։ Իսկ ինչ են անելու ընդդիմադիրները, որ ճանապարհով են գնալու։ Այս օրերին ամենահաճախ հնչող հարցերին Նարեկ Կարապետյանն արձագանքում է։ Քննարկում են, որպեսզի գտնեն այնպիսի լուծում, որը չի հիասթափեցնի իրենց վստահության քվե տված 100 հազարավոր մարդկանց։ Պետք է նայենք, թե որն է ամենակարճ ուղին Փաշինյանին հեռացնելու։ Այս փուլում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ քննարկումներ են ընթանում, ասում է Նարեկ Կարապետյանը։ Հիմա առաջնային խնդիրներից մեկն է վերականգնել Բարգավաճ Հայաստանի ձայն տված 58,000 քաղաքացիների իրավունքը։ Պատկերացրեք այստեղ հավաքված լինեն 58,000 մարդ եւ իրենց ձայները ձեր ֆինանսավորող կուսակցության ղեկավարը գողացել է։ Ինչ ակնկալիք կա սահմանադրական դատարանից։ Կազմի խնդրահարույց լինելու հարցն այս օրերին ամենաշատ քննարկվողներից է։ Ուժեղ Հայաստանի դիմումը բարձր դատարանում ներկայացրած Արամ Վարդևանյանն ասում է. Արդեն իսկ սահմանադրական դատարանը սեփական լեգիտիմությունը կասկածի տակ դրեց։ Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը այդպես լուծել սահմանադրական դատարանը հենց իր իսկ գործողություններով առաջացրեց լեգիտիմության խնդիրը։ Անկախ սահմանադրական դատարանի որոշումից ընդդիմադիրները պնդում են, ազատ ու հավասար ընտրություն չի եղել հունիսի 7-ին։ Սա հաստատող մեկ փաստ, օրինակ ընտրությունից առաջ ուժեղ Հայաստանի հարյուրավոր աջակիցներ, համախոհներ ապօրինի հետապնդումներով ազատությունից զրկվեցին։ Նրանցից մեկն օրինակ Ալեքսան Ալեքսանյանն էր։ Ալիկ Ալեքսանյանի ձերբակալությունը դասական քաղաքական միջամտություն է, քաղաքական հետապնդում է մեր ուժի նկատմամբ։ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ նախաձեռնված վարույթը կարող էր լինել այն, որ լիներ ինչպես քաղաքացիական պայմանագրի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, այսինքն 0, բայց քաղաքացիական պայմանագրի վերաբերյալ, եթե օբյեկտիվ լինեին տվյալները, այնտեղ 0 չէր կարող լինել։ Ալիկ Ալեքսանյանի դեպքում, եթե օբյեկտիվ լիներ տվյալները, այդտեղ քրեական վարույթ չպետք է լիներ առավել եւս կալանք։ Ալիկ Ալեքսանյանը այսօր գտնվում է անազատության մեջ նրա համար, որ սիրում է իր հայրենիքը, որովհետեւ համաձայն չէ այն ամենի հետ, ինչ որ կատարում է այսօրվա իշխանությունները, հրամայված Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Ապօրինի հետապնդումներով աննախադեպ վարչական ռեսուրսի չարաշահմամբ բազմաթիվ ընտրախախտումներով ուղեկցվեց հունիսի 7-ի ընտրությունը։ Պնդում են ընդդիմադիրները։ Սահմանադրական դատարանից հստակ ակնկալիք կա՝ չկատարել մեկ մարդու կամքը։ Հայաստանին պետք են նոր, ազատ, թափանցիկ և արդար ընտրություններ։ Իրանք հստակ հասկանում էին, որ Սամվել Կարապետյանը ունակ է մեծ փոփոխություն բերել մեր երկրի համար, զարգացնել տնտեսությունը, զարգացնել պաշտպանական համակարգերը, բայց ինչ արեցին, գողացան մարդկանց քվեները, սրանց մոտ չկա ոչ արդարության ձգտում, ոչ հայրենիքի հանդեպ մի գրամ սեր։ Բարձր դատարանի բակում միավորված ընդդիմադիր խոշոր ուժերը վստահեցնում են, պատրաստ են վահան դառնալ Հայաստանի պետությունը պաշտպանելու ճանապարհին անկախ դատարանի որոշումից։ Սահմանադրական դատարանի այսօրվա քննարկումն ավարտվեց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը սահմանադրական դատարանից դուրս եկավ հավաքված քաղաքացիների ամոթանք տվող բացականչությունների ներքո։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։